Հափշտակված գումարին օրինական տեսք տալը հեշտ չէ։ Տղամարդը տեղեկանալով, որ բանկը ծրագրային խնդիր ունի, կարողացել է իր քարտին մեծ գումարներ փոխանցել։ Ունենալով ընդամենը 92,000 դրամի մնացորդ, բանկի հավելվածի միջոցով իր հաշվից դեպի իր քարտային հաշիվ իրականացրել է 2709 գործարքներ, որի արդյունքում նշված խոտանով պայմանավորված նշված գործարքները բանկի կողմից դիտարկվել են որպես բարեհաջող գործարքներ եւ մեղադրյալը բանկից հափշտակել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 802 միլիոն 968 հազար ՀՀ դրամ։ Սկզբում 50,000 դրամ է փոխանցել, հետո 30,000, այնուհետև կրկին 50,000 դրամ։ Հավանաբար հասկանալով, որ բավարար միջոցներ չունի, սակայն կարողանում է գումարներ ելքագրել, շարունակել է մեծացնել չափը, նշում է քննիչը։ Մեղադրյալը փորձելով օրինական տեսք հաղորդել հափշտակված գումարին, գումարի մի մասը փոխանցել է Հայաստանի Հանրապետությունում կրիպտոակտիվների առքուվաճառք իրականացնող տնտեսվարողների հաշվին, քանի որ օգտվել է կրիպտոակտիվների անանունության հնարավորությունից եւ գումարի մի մասը փոխարկել է կրիպտոակտիվների, իսկ գումարի մյուս մասը փոխանցել է թվով 161 բանկային քարտերի, որոնց քարտապանները կամ դրանց մի մասը ըստ նախնական համաձայնության գումարները հափշտակված գումարները կանխիկացրել են եւ տրամադրել մեղադրյալին կամ նրա կողմից ուղարկված այլ անձանց։ Այն անձինք, որոնք ստացել են գումարը կանխիկացնելու համար, հիմնականում ծանոթներ կամ ծանոթների ծանոթներ են եղել։ Քրեական վարչի շրջանակներում այն անձինք, ովքեր տեղյակ են եղել, որ իրենց բանկային քարտերին փոխանցված գումարները հափշտակված գումարներ են, տվյալ անձանցից կոնկրետ մեկ անձի մասով դատարանի կողմից արդեն իսկ կայացվել է դատավճիռ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այսինքն առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Նախատեսվում է հանրային քրեական հետապնդում հարուցել մյուս անձանց նկատմամբ ևս։ Ինչ վերաբերում է հենց այն տղամարդուն, որ բանկից գումար էր հափշտակել, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն եւ փողերի լվացում կատարելու համար։ Քրեական վարչի նախաքննություն դեռևս շարունակվում է, սակայն նախատեսվում է կարճ ժամկետներում կազմել մեղադրական եզրակացություն եւ այն ուղարկել հսկող դատախազին, այնուհետեւ դատարան։ Բանկային քարտը, հաշիվը, մուտքային տվյալները երրորդ անձանց տրամադրելը կամ նրանց խնդրանքով գումարներ ստանալը, կանխիկացնելը կամ փոխանցելը կարող է քաղաքացիներին ներգրավել հանցավոր սխեմաների մեջ եւ հանգեցնել քրեական պատասխանատվության, տեղեկացնում է քննիչը։ Հորդորում են քաղաքացիներին երբևիցե չհամաձայնել որևէ անձի խնդրանքով, ինչպես անծանոթ, այնպես էլ ծանոթ անձանց խնդրանքով գումարներ ստանալ, փոխանցել կամ կանխիկացնել, եթե հստակ հայտնի չեն գումարի ծագումն ու նպատակը, քանի որ հնարավոր է, որ նման գործողություններն իրականացվեն հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցների շրջանառությունն ապահովելու նպատակով։ Խորհուրդ են տալիս նաև նման կասկածելի գործարքների եւ առաջարկների դեպքում տեղեկացնել իրավապահ մարմիններին։ Լիանա Խաչատուրյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։